Ողջույն, այսօր իմ հյուրը միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն է։ Տիկին Սահակյան, շնորհակալ եմ իմ հրավերը ընդունելու համար։ Ես էլ շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ անդրադառնանք ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մամուլի գլխագրերից ճիշտող թեմային, դա հայ ռազմագերիների եւ պահվող անձանց թեման է։ Ինչ իրավիճակ ունենք այսօր, ինչպես դատարանի ներսում, այնպես էլ դատարանից դուրս, նաեւ հաշվի առնելով, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կարծես թե հունիսից այլևս չի այցելում իրենց։ Այո, ըստ էության վերջին ամիսներին մենք ունենք իրավիճակի պահպանում, բայց բացասական զարգացումների ֆոնին, այսինքն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ամբողջ ծավալով դադարեցրել է իր գործունեությունը, իհարկե հայ պատանների առնչությամբ գործունեությունը դադարել է սույն թվականի հունիսից, երբ տեղի ունեցավ վերջին այցելությունը, ապահովեց կապ ընտանիքի անդամների հետ, սակայն դրանից հետո հայ պատանները հայտնվեցին մեկուսի պայմաններում եւ մենք տեսնում ենք ընթացող դատավարություններ, որոնք լուսաբանվում են բացառապես ադրբեջանական լրատվամիջոցների կողմից, որոնք գտնվում են պետական մեծ լուրջ վերահսկողության ներքո, հատվածական տեղեկություններ ենք դուրս բերում այդ պատկերներից, որոնք կրկին ամբողջական չեն եւ իրենց ցանկալի կետերից ուղղություններից են վերցված եւ չկա որևէ անկախ չեզոք միջազգային կառույց, որը հնարավորություն ունենա տեսակցել, անմիջականորեն դիտարկել նրանց վիճակը, հավաստիանալ, որ պայմանները պահպանված են, նրանք գտնվում են առողջ վիճակում կամ կյանքին սպառնացող վտանգներ չկա, փորձանի գնահատի նաեւ նրանց հոգեբանական իրավիճակը եւ ստուգված վստահելի տեղեկատվություն փոխանցի ընտանիքներին եւ հենց այս տեղեկատվության բացակայությունն է, որը նաեւ տառապանքներ է առաջացնում ընտանիքների շրջանում։ Նշեմ, որ փաստաթղթային տեսքով տեղեկատվություն մենք այս փուլում դեռևս կարողանում ենք ստանալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով, քանի որ հայ պատանների առնչությամբ կիրառված են հատուկ միջոցներ, Ադրբեջանը պարտավոր է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ֆիզիկական անվտանգության կամ կյանքին սպառնալիքներ ներկայացնել, եւ նաեւ Ադրբեջանի իշխանությունները որոշակի պարբերականությամբ հաշվետվություն են ներկայացնում եվրոպական դատարանին, բազմաթիվ փորձեր են եղել վերացնել այս պարտականությունը եւ դադարեցնել տեղեկատվության տրամադրում միջազգային ատյաններին, վերջին փորձը եղավ հուլիս ամսին, դատարանը մերժեց ադրբեջանական կողմի միջնորդությունը եւ վերահաստատեց, որ այնտեղ գտնվող պատանները պետք է շարունակաբար գտնվեն անհապաղ միջոցների պաշտպանության ներքո եւ սահմանվել է նոյեմբերի 4-ը որպես վերջնաժամկետ տեղեկատվություն տրամադրելու մասով։ Իհարկե լավ է, դրական է, որ Ադրբեջանը դատարանին որոշակի տեղեկություններ է փոխանցում պատանների վերաբերյալ, բայց կրկին դրանք հիմնականում ադրբեջանական մարմինների կողմից փաստաթղթավորված տվյալներ են, որտեղ ոչ միայն մենք չենք բացառում կեղծիքները, այլև ունենք բազմաթիվ դեպքեր, երբ հայտնաբերել ենք եւ արձանագրել ենք այդ կեղծիքները, ուստի այս տեղեկատվությանը մենք չենք կարող վստահել եւ եթե ցանկանում ենք վստահելի արժանահավատ տեղեկություններ հայթայթել եւ գնահատել իրավիճակը, այստեղ պետք է բացառապես ապավինենք միջազգային կառույցներին։ Իսկ միջազգային կառույցներից ինչ առավելագույն արդյունք են ակնկալում գերիների եւ պահվող անձանց ընտանիքները։ Նախ այստեղ ասեմ, որ ճիշտ է, կա խոշտանգումների կանխարգելման մարմին, որը Ադրբեջանում պատշաճ գործունեություն չի կարողանում իրականացնել, բայց անգամ եթե ad-hoc ձևով այս մարմնի գործունեությունը թույլատրվի, այն չի կարող փոխարինել Կարմիր խաչի գործունեությանը, քանի որ չունի պարբերականություն, այսինքն այս մարմինը այցելությունները կատարում է մեկ անգամ եւ հաջորդիվ այցելությունները կարող են մի քանի տարի անց տեղի ունենալ, մշտական դիտարկման մեխանիզմ գոյություն չունի եւ հասկանալի է, որ խոշտանգումների համատեքստում, երբ միջազգային
ներկայացուցիչներ են այցելում, իրավիճակի փոփոխություն է տեղի ունենում ցուցադրական նպատակներով եւ այցելության դադարից անմիջապես հետո անձինք հայտնվում են այնպիսի իրականության մեջ, որտեղ բոլոր կենսական իրավունքները եւ արժանապատվությունը խախտված է։ Ընդհանրապես խոշտանգումների դեմ պայքարում կարևոր մեխանիզմ են ազգային օմբուդսմենական ինստիտուտները, բայց Ադրբեջանի դեպքում այս ինստիտուտը եւս խնդրահարույց է, քանի որ չի բավարարում անկախության պահանջվող չափանիշին, այս ինստիտուտները ենթարկվում են միջազգային գնահատման, բոլոր այն մարմինները, որոնք լիարժեք անկախ են գործում գործադիր իշխանությունից, ունեն A որակավորում, իսկ անկախության չափանիշներից զուրկ մարմիններին տրամադրվում է B կատեգորիան, եւ Ադրբեջանի մարդու իրավունքների հաստատությունը ունի B կատեգորիա, ինչը նշանակում է, որ գործունեությունը էապես ասոցացված է գործադիր իշխանության հետ։ Եթե մենք նաև գնահատենք պաշտոն զբաղեցնող անձի եւ քաղաքական էլիտայի կապերը, ապա այս կախյալությունը եւ փոխհամաձայնեցված գործելակերպը ավելի ակնառու կլինի։ Դրա համար ներպետական մակարդակում գործող այս մեխանիզմը չի գործում նաև հայերի առնչությամբ եւ մենք ըստ էության փոխարինող այլ մեխանիզմ միջազգային կառույցների տեսքով չունենք, բայց ունենք հյուպատոսական այցելությունների հնարավորություն, ինչը կարող է մասնակի փոխարինել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի այցելություններին։ Սա հնարավորություն է, որը տրված է սուվերեն պետություններին, Վիեննայի կոնվենցիաներ կան, որոնք այս հարցերը կարգավորում են, եւ յուրաքանչյուր պետություն ունի սուվերեն իրավունք տեսակցելու այլ պետությունում ազատությունից զրկված իր քաղաքացուն։ Այցելության նպատակը վիճակը գնահատելն է եւ նրանց իրավունքների իրացման առնչությամբ աջակցություն ցուցաբերելն է։ Բժշկական օգնություն կարող է տրամադրվել, փաստաբանական աջակցություն եւ իրավունքների սահմանափակումները կարող են արձանագրվել եւ դիվանագիտական ճանապարհով նաեւ կոմունիկացվել այն պետությանը, ով թույլ է տալիս քաղաքացու իրավունքների խախտում։ Իհարկե այս ինստիտուտի գործարկման համար կարևոր է դիվանագիտական հարաբերությունների առկայությունը, ինչը բացակայում է հայ-ադրբեջանական հարաբերություններում, բայց կա նաև դեպք, երբ դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ պետությունը իր սուվերեն իրավունքը պատվիրակում է մեկ այլ չեզոք երրորդ երկրի։ Ադրբեջանում կան հավատարմագրված այլ հյուպատոսական ծառայություններ, որոնք կարող են Հայաստանի անունից եւ Հայաստանի փոխարեն իրացնել այս ծառայությունները։ Մենք ըստ էության հասարակական մի խումբ կառույցներով դիմել ենք։ Մեր գնահատմամբ լավագույն տարբերակը դա Շվեյցարիայի համադաշնությունն է, վերջիններս պատրաստակամ են ստանձնել եւ քննարկել այդ խնդիրները պայմանով, որ իրավատերը, այսինքն Հայաստանի Հանրապետությունը դիմի, այս պահին մենք չունենք ֆորմալ հաստատում, որ Հայաստանի Հանրապետությունը դիմել է Շվեյցարիային կամ որևէ այլ պետությանը խնդրելով հանձնարարել իր անունից հյուպատոսական ծառայություններ մատուցելու իրավունքը։ Սա մեծ բաց է եւ այս բացի վերացումը կարծում եմ էապես կբարելավի Բաքվում գտնվող մեր հայ պատանների վիճակը, հատկապես հոգեբանական տեսանկյունից, երբ զգան, որ պետությունը կա, ներկա է եւ կարող են ակնկալել նաեւ պետության աջակցությունը մարդասիրական խնդիրների լուծման ուղղությամբ։ Իսկ նրանց գերիների պաշտպանության հարցում Հայաստանի պետական մարմինների արտգործնախարարության եւ միջազգային իրավական հարցերով հանձնակատարի գրասենյակի հետ աշխատանքը ինչպես է գնահատում։ Արտաքին գործերի նախարարությունը հասկանալի է, որ առավելապես քաղաքական ուղղության եւ տրամաբանության մեջ է եւ մենք այստեղ պրոակտիվ դիվանագիտություն չենք տեսնում, որը կարող է որևէ կերպ ընկալվել որպես հայ-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները վնասող, ընդ որում այս վնասման հանգամանքն էլ շատ սուբյեկտիվ կերպով է գնահատվում, այն ոչ թե օբյեկտիվ գնահատում է բոլոր ռիսկերի համակողմանի ուսումնասիրմամբ, այլ ադրբեջանական դիտանկյունից, ադրբեջանական աչքերով հայացք է չխոչընդոտելու բանակցային գործընթացը։
Իրավական ներկայացուցիչ գրասենյակը շատ ակտիվ է եղել 21-22 թվականին, դրանից հետո կարծում եմ եղել է դադարի փուլ, երբ վերջիններս շարունակել են վարել նախաձեռնված գործերը, բայց ակտիվ չեն եղել նոր վեճեր գեներացնելու հարցում, նշեմ, որ միջազգային փաստաթղթերը հնարավորություն են տալիս, որ Հայաստանը նաև այլ միջպետական վեճեր ունենա Ադրբեջանի դեմ, այսինքն մենք չենք սպառել իրավական վեճերի բոլոր զինանոցը, ունենք որոշակի թվով գործեր, բայց դրանք ամբողջական չեն եւ այդ գործերի թիվը կարելի էր օրինակ մեծացնել, իհարկե պետք էր քննարկել բոլոր նպատակահարմարությունները, բայց տեսական հնարավորություն ունենալ ավելի մեծ իրավական վեճեր Ադրբեջանի դեմ գոյություն ունի։ Եվ արդեն վերջին տարիներին, կարելի ասել, կարծում եմ 23 թվականից հետո մենք տեսնում ենք իրավական գործընթացների արժեզրկում, դրանց դերի նսեմացում եւ կարծում եմ տեսանք նաեւ տրամաբանական արդյունք, երբ խաղաղության նախաստորագրված պայմանագրում ամրագրվեց դրույթ, համաձայն որի Հայաստանի Հանրապետությունը, իհարկե նաև Ադրբեջանի Հանրապետությունը երկկողմանի հրաժարվում են բոլոր միջպետական գործընթացներին եւ պայմանագրի ստորագրում վավերացումը ըստ էության վերջնակետ կդնի իրավական պայքարի էջին, այսինքն այն մեկնարկված պրոցեսները, որոնք ընթանում էին 21 թվականից, կունենան իրենց ընդհատումը առանց իրավունքների արդարության վերաբերյալ դիրքորոշումների ձևավորման, արդյունքում մենք կունենանք իրավական հարթակի բացառում եւ կհայտնվենք միայն քաղաքական հարթակում, որտեղ բանակցությունները ընթանում են մշտապես ուժի սպառնալիքի ներքո եւ իհարկե մենք չենք բացառել նաեւ ռազմական ճանապարհը, առնվազն ունենք 20 թվականից հետո բազմաթիվ դեպքեր, երբ խնդիրները ոչ թե լուծում են ստացել դիվանագիտական, քաղաքական, իրավական ճանապարհով, այլ բացառապես ռազմական ճանապարհով։ Քանի դեռ գործերը ետ չեն կանչվել միջազգային դատարաններից։ Ես հիշում եմ, որ ունենք գործեր Ադրբեջանի կողմից կատարված խոշտանգումների վերաբերյալ, վայրագությունների, ռազմական հանցագործությունների, ինչ կարգավիճակ ունեն այդ գործերը այս պահին եւ արդյոք իրատեսական է, որ մինչեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը մենք որևէ շարժ կամ անգամ վճիռ գուցե տեսնենք այդ գործերով։ Միջպետական գործերով բացառում եմ որևէ վճռի առկայությունը, ավելին այն, որ միջպետական գանգատներից հրաժարումը պայմանագրային դրույթ է, ազդակ է հանդիսացել, որպեսզի դանդաղի մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործերի քննության տեմպը։ Եվ դատարանի տեսանկյունից էլ կարծում եմ տրամաբանականը ռեսուրս չվատնել այնպիսի գործերի քննության վրա, որոնք պետք է եզրափակվեն հրաժարմամբ։ Սակայն միջպետական գործերին զուգահեռ մենք ունենք անհատական գործեր, որոնք վարվում են մեր կազմակերպության փաստաբանների կողմից եւ իհարկե կան նաեւ այլ անհատ փաստաբաններ, որոնք որոշակի գործեր տարել են, այդ գործերով մենք չենք բացառում դատական ակտերը, իմ վարույթում գտնվող գործերով ունենք արդեն իսկ ավարտված գործեր, որոնցով կանխատեսելի է դատական ակտ ունենալը։ Ուստի չեմ բացառում, որ անհատական գանգատների հիման վրա մինչև միջպետական գործերից հրաժարումը կամ խաղաղության գործընթացի եզրափակումը մենք ունենանք իրավունքի խախտում արձանագրող մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներ։ Նման վճիռներ մենք ունենք նաև նախորդ տարիներից եւ այստեղ խնդիրը նախ պետք է ձևակերպել ունենալ մեծաթիվ դատական ակտեր, որոնք արձանագրում են ադրբեջանական վայրագությունները եւ ճշմարտություն են ամրագրում, մյուս կողմից պետք է ինտենսիվացնել քաղաքական աշխատանքը, որպեսզի վճիռները ի կատարածվեն միջազգային վերահսկողության ներքո։ Եվ սրանք փոխկապակցված խնդիրներ են եւ միմյանց փոխլրացնող որևէ կետում պետք չէ բավարարվել միայն վճիռներ ունենալու հանգամանքով, այդ վճիռները չպետք է մնան թղթի վրա եւ պետք է կատարվի անհրաժեշտ քաղաքական դիվանագիտական աշխատանք, որպեսզի Ադրբեջանը նաեւ կատարի վարքագծային փոփոխություններ։
անհատական հայցերի վրա ազդում է արդյոք այդ ետկանչի պահանջը երկու կողմից խաղաղության նախաստորագրված պայմանագրում ինչպես գրված է։ Բարեբախտաբար ոչ, պետությունները կարող են համաձայնություն կնքել իրենց իրավունքների վերաբերյալ, բայց չեն կարող կաշկանդել մեր գործունեությունը, եթե հանցագործություններից կամ մարդու իրավունքների այլ խախտումներից տուժածները հանձնառել են իրավունքների ինքնուրույն պաշտպանության միջոցներ եւ նրանք են եղել որոշումներ կայացնողները, գործի հետագա ընթացքը գտնվում է այս անհատների կամ նրանց փաստաբանների տիրույթում եւ պետությունը չի կարող պայմանավորվածություններ ձեռք բերել անգամ միջպետական համաձայնագրերով, ուստի միջպետական գործերից հրաժարումը չի հանգեցնելու անհատական գործերից հրաժարման։ Որպեսզի նաև անհատական գործերից հրաժարում լինի, կարծում եմ նման կամարտահայտություն պետք է հայտնեն հենց տուժողները, համաձայնեցնեն իրենց իրավական ներկայացուցիչների հետ եւ դրա մասին տեղեկացնեն դատարանին։ Մենք այս պահին նման զարգացումների կանխատեսումներ չունենք, հակառակը մեր վստահորդները վերահաստատում են իրենց ցանկությունը, կամքը հետամուտ լինել անհատական գանգատներին, շարունակել եւ հասնել արդարության։ 44-օրյա պատերազմից հետո մենք ունենք նաև, եթե ես ճիշտ եմ հիշում, մոտ 80 եւ ավել բռնի անհետացման դեպք։ Այդ հարցերով անհատական հայցեր ունենք միջազգային դատարանում։ Այո, 44-օրյա պատերազմից հետո մենք ունեինք ոչ միայն պայմանականորեն հաջող դեպքեր, երբ անձինք գերեվարվել են եւ գերեվարումը պետությունը հաստատել էր, այլ նաեւ բացասական զարգացումներ, երբ պետությունը գերեվարելուց հետո այս անձանց բռնի անհետացրել էր եւ առ այսօր էլ թաքցնում է իրականությունը, հրաժարվում է տեղեկություններ տրամադրել նրանց ճակատագրերի վերաբերյալ։ Ես վստահ եմ, որ իրական թվերը շատ ավելին են, բայց փաստահավաք գործունեության ընթացքում մենք կարողացել ենք գոնե հիմնավորել 80 դեպքեր։ Այս դեպքերի մի մասն է, որը ներկայացված է անհատական գործերով, ցավոք բռնի անհետացման տասնյակ գործեր հենց միջպետական գանգատի առարկա են հանդիսանում եւ հրաժարումները հետևանքներ են առաջ բերելու այս ընտանիքների համար։ Եվ անհատական հայցերից խոսեցինք, ես հիշում եմ, որ ձեր կենտրոնը անհատական հայցեր ներկայացնում նաև Ստեփանակերտի վառելիքի պայթյունի հետևանքով անհետ կորածների շահերի դիրքերից, ինչ զարգացում ունենք այդտեղ եւ ինչ վարկածներ կան։ Մի փոքր շեղմ ենք թեմայից, հետո կվերադառնանք։ Այո, կարծում եմ դրականն այն էր, որ մենք կարողացանք ամբողջական տեղեկություններ հավաքագրել, անգամ զեկույցում ներկայացնել կապված յուրաքանչյուր անհետացման դեպքի հետ։ Տեղեկատվությունը հավաքագրվել է եւ ամբողջացվել է նաեւ ընտանիքների աջակցությամբ, որոնք հարազատների այլ փրկված ականատեսների վկայություններով կարողացել են մեզ փաստական տվյալներ տալ եւ այս դեպքերը մենք ներկայացրել ենք ՄԱԿ-ի բռնի անհետացման հարցերով զբաղվող աշխատանքային խմբին, նաեւ գրություն ենք ուղարկել իրավական հարցերով ներկայացուցիչ գրասենյակին հավաստիանալու համար, որ պայթյունի հետևանքով անհետացածների խնդիրը նախկինում դարձել է միջպետական գանգատի առարկա, այս առումով ունենք հավաստիացում, որ պայթյունի հետևանքով իրավունքների հարցերը բարձրաձայնված են, սակայն անհատական ցուցակներ համապատասխան փուլում դեռ կառավարությունը պետք է ներկայացնի, ուստի խնդիրը բարձրաձայնված է, բայց դեռևս անհատականացված չէ, ինչը կապված է դատավարական փուլի հետ։ Հարցումներ ուղարկվել են Ադրբեջանի իշխանություններին, սակայն որևէ դրական տեղեկատվություն չկա եւ որպես կանոն պատասխանները բացառում են Ադրբեջանի պատասխանատվությունը դեպքերի հետ կապված, նրանք հղում են կատարում Ադրբեջանում գործող գերիների անհետ կորածների հարցերով հանձնաժողովին եւ հանձնաժողովի տվյալների վերլուծության արդյունքում ընդհանրապես հայտնում են, որ Ադրբեջանում չեն գտնվում, բայց նաեւ փաստեր, որ կա խորքային քննություն եւ քննությունը
ուսումնասիրելով, միջոցներ ձեռնարկելով բացառել կամ հաստատել է հանգամանքներ, ուղղակի նման մոտեցում չկա, այսինքն այստեղ առանց փաստերի խորքային ուսումնասիրությամբ են տեսակետներ արտահայտում, այս պահին դրական որևէ տեղեկատվություն չկա եւ կարծում եմ պետք է աշխատանքը շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ արդյունավետ քննություն իրականացված չէ եւ իհարկե թարմ հետքերով քննությունը այլևս անհնար է, բայց գոնե մնացորդային ինչպիսի հետքեր էլ որ լինեն, դրանց ուսումնասիրման արդյունքում նոր տեղեկատվություն բացահայտելն է։ Վարկածները կարծում եմ երկուսն են, երկու հիմնական վարկած է ստուգվում, մեկը, որ պայթյունի կիզակետին մոտ տեղակայված լինելու հետևանքով մոխրացում այնպիսի աստիճանի է եղել, ինչը դժվարեցնում է մասունքի հետքի գոյությունը եւ նույնականացումը եւ մյուսը որ ընտանիքները սրա մասին հաճախ են բարձրաձայնում բուժօգնության տրամադրման պատրվակով ադրբեջանցիների կողմից այս անձանց տարհանումը եւ հետագայում անհայտ ուղղությամբ տանելն է, որպիսի հանգամանքներում նրանք նաև կասկածներ ունեն, որ անհետացածները կարող է ողջ են եւ գտնվում են գերեվարման մեջ։ Իհարկե, այստեղ մենք էլ հակասական տեղեկություններ ենք ստանում, կան մարդիկ, որոնք հերքում են ադրբեջանական ներկայությունը եւ կան մարդիկ, որոնք պնդում են, որ տեսել են եւ այդտեղ ներկա են եղել նաեւ ադրբեջանցիներ, շատ դժվար է, քաոսային իրավիճակ է եղել եւ փաստերի վերջնական բարձաբանումը այս պահին դարձել է բարդ խնդիր, նաեւ պայմանավորված այն հանգամանքով, որ տեղանքին հասանելիություն հայկական կողմը այլևս չունի։ Եվ վերադառնանք նորից խաղաղության գործընթացին։ Տեսեք, վերջին շրջանում հնչեց պատերազմի հետևանքով պահվող անձինք ձևակերպումը Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից, փոխարենը, ինչպես մենք նշում ենք, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարություն, ռազմագերիներ եւ այլն, ինչպես կարող է սա ազդել բանակցային գործընթացի վրա եւ արդյոք մնացածը խաթարող ձևակերպումներ էին, որ ընտրել ենք այս ճանապարհը։ Տեսեք, ինքնին անազատության մեջ պահվող հասկացությունը վտանգավոր չէ, այն չի բացառում, որ հայերը ապօրինի են պահվում եւ ոչ էլ մանրամասնում է, թե ինչ կարգավիճակով են հայերը պահվում, այսինքն միջազգային նման լսարանից ընդհանրական եզրույթներ օգտագործելը այնքան էլ անթույլատրելի չեմ համարում եւ այստեղ կարող է ճաշակի նախընտրության հարց լինել, պետք է արձանագրենք, որ անազատության մեջ պահվող հայ հասկացությունը իր մեջ ներառում է եւ գերուն, եւ ռազմագերուն, եւ քաղաքական բանտարկյալին։ Հիմա այլ հարց է, թե արդյոք նպատակահարմար չէր նեղ կատեգորիան ի ցույց դնելը, որ նրանց մի մասը օրինակ ռազմագերիներ են կամ մի մասը քաղաքական բանտարկյալներ են, որոնց անազատության մեջ պահելը կապված է հենց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշման իրավունքի հետ։ Այստեղ քաղաքական իրավունքի իրացումն է, որ հանգեցրել է այս անձանց նկատմամբ վրեժխնդրության կամ ռեպրեսիվ այլ միջոցառումների ձեռնարկման։ Ես մասնագիտորեն պրոբլեմատիկ եմ դիտարկում, որ բնույթը անազատության մեջ պահելու չարձանագրվեց։ Այսինքն անազատության մեջ պահվողները օրինական հիմքով են, թե ոչ օրինական, ապօրինի հիմքով են պահվում անազատության մեջ, այստեղ գնահատական չտրվեց։ Մենք հստակ ենք նշում, որ բոլոր հայ պատանները ապօրինի կերպով են ազատությունից զրկված եւ նրանց ազատությունից զրկելու իրավական, օրինական, փաստական հիմքեր գոյություն չունեն։ Եվ ապօրինի բնույթն է, որ հիմնավորում է ազատ արձակման պահանջը։ Եթե անձը օրինական կերպով է պահվում, մենք չենք կարող պայքարել այս անձի ազատ արձակման համար։
Եվ միջազգային այս հարթակները ըստ էության գնահատական ձևավորել էին հայ պատանների վերաբերյալ։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ունի գնահատական, որ ազատությունից ապօրինի են զրկված եւ պետք է ազատ արձակվեն, համանման ռեզոլյուցիա ընդունվել է նաեւ Եվրոպական միության հովանու ներքո, ընդ որում այստեղ այս կառույցը նաեւ էթնիկ զտում տերմինն է օգտագործել, ինչը քաղաքական տերմին է, բայց ցուցադրում է Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ կատարված հանցագործությունը։ Եվ երբ կառույցը ունի գնահատական հայերի նկատմամբ հանցագործությունների կամ պատանդառության հանգամանքների վերաբերյալ, կարծում եմ որևէ լեգիտիմ դիվանագիտական շահ չկա, որպեսզի այս հանգամանքները չբարձրաձայնվեն եւ ճիշտ կերպով խնդիրները չհասցեավորվեն այս կառույցներին։ Կարծում եմ այս հարցերում պետք է ավելի թիրախավորված լեզու օգտագործել եւ ինչու ոչ լինել նաեւ քննադատական լինել իրավունքի խախտում թույլ տվող իշխանությունների։ Հատկապես որ Ադրբեջանը միջազգային իրավունք խախտել է դեռ 20 թվականից հետո մեր գերիներին չվերադարձնելով ամբողջապես եւ ես հիշում եմ որ ձեր կենտրոնը փաստահավաք աշխատանք է իրականացրել եւ կարծեմ 40-ից ավելի անուններ էր դուրս բերել, որոնք անմիջականորեն կապ ունեին 44-օրյա պատերազմում հայ զինծառայողների խոշտանգման եւ այլ վայրագությունների հետ։ Այդ գործընթացը ինչ առաջընթաց ունի եւ ինչ է իրենից ենթադրում առհասարակ մի փոքր մանրամասնեք։ Այս գործընթացը մենք կարևորում ենք, քանի որ հանցագործներին ի հայտ բերելն է, որ կարող է հանգեցնել անհատական քրեական պատասխանատվության կամ քաղաքական պատասխանատվության այն անձանց համար, ովքեր եղել են որոշումներ կայացնողներ, այսինքն հանցագործությունների կատարման հրահանգները տրվել են այս պաշտոնատար անձանց կողմից կամ այդ հանցագործություններն են պլանավորվել եւ իմ գնահատմամբ առանց անպատժելիության դեմ պայքարի առանց արդարության տարերի ներմուծման չի կարող լինել հասարակությունների համակեցություն, առանց որի էլ իրական խաղաղություն չի կարող լինել եւ սա ոչ միայն իմ անձնական տեսակետն է, այլ կարծում եմ միջազգային հանրության, որը լավագույնս իր խտացված գուներանգներով այս տեսակետը արտահայտում է ռուս-ուկրաինական կոնֆլիկտում եւ միջազգային հանրությունը կարծում է, որ պետք է հետեւողական լինի հանցագործների պատժման հարցում եւ քանի դեռ կա անպատժելիություն, չկա արդարություն, չի կարող լինել խաղաղությունը։ Խաղաղության հասնելու միակ լեգիտիմ ճանապարհը նրանք ընկալում են անպատժելիության դեմ պայքարը։ Ես լիովին կիսում եմ այդ մոտեցումը, բայց կարծում եմ, որ այն չպետք է լինի ընտրողաբար եւ հավասարապես պետք է վերաբերելի լինի հայ զոհերին։ Զինծառայողների եւ նրանց հրամանատարների ըստ էության նույնականացումը մեզ հնարավորություն է տալիս պայքար մղել անհատական քրեական պատասխանատվության համար եւ այստեղ ունիվերսալ իրավազորության քրեական սկզբունքը նման հնարավորություն տալիս է, պարզապես ոչ բոլոր երկրներն են, որ ունեն բաց ավելի ճկուն պրակտիկա, մենք դուրս ենք բերել այդ երկրներին եւ թիրախավորված աշխատում ենք, բայց առավել կարեւոր է քաղաքական պատժամիջոցների կիրառումը, քաղաքական պատժամիջոցների կիրառում են Եվրոպական միությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան, Մեծ Բրիտանիան, հիմքում դնելով Global Magnitsky փաստաթղթերը, որոնք թույլատրում են մարդու իրավունքների խախտումներ թույլ տված կոռուպցիոն սխեմաներում ներգրաված իշխանություններին պաշտոնատար անձանց ենթարկել անհատական քաղաքական պատժամիջոցների։ Այս պատժամիջոցները ավելի մեղմ են, քանի որ թիրախավորում են պաշտոնյաներին, այլ ոչ ամբողջ պետության
ինչը պետք է բարենպաստ աշխարհաքաղաքական գործոններ ենթադրի, եւ մենք պատժամիջոցների կիրառման փաթեթներ ենք ներկայացրել մի շարք երկրներ եւ կազմակերպություններ, ԵՄ-ին ենք ներկայացրել, Կանադա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նաեւ այս տեղեկությունը տրամադրել ենք այն կառույցներին, որոնք լոբիստական աշխատանք են իրականացնում, օրինակ Հայդատի հանձնախումբը, երբ առաջ է մղում Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու նախաձեռնությունը, որպես փաստական իրավական հենք օգտագործում է մեր կողմից նախապատրաստված փաթեթները եւ նույնականացման տվյալները, ըստ էության մենք գործընկերային հարաբերությունների մեջ ենք գտնվում եւ համատեղ ջանքերով փորձում ենք հասնել արդարության։ Սա շարունակական process է եւ գործոնները քաղաքական կարող են ազդեցություն ունենալ եւ ըստ էության ունեն, քանի որ դրանք քաղաքական պատժամիջոցներ են, բոլոր դեպքերում, եթե անգամ պատժամիջոցների կիրառումը անհնար է թվում այս պահին, դրանք բացառված չեն հաջորդող տարիների ընթացքում, երբ քաղաքական գործոնները կփոփոխվեն եւ նոր վերադասավորումներ կլինեն, ուստի մեր գործունեության տեսանկյունից կարեւոր է, որ մարդու իրավունքների խախտումներ արձանագրվեն, դրանցում ներգրաված անձինք դուրս բերվեն եւ այս տեղեկությունները հայտնի դառնան բոլոր այն կազմակերպություններին, այն մարմիններին, որոնք իրավասու են կիրառել քաղաքական պատժամիջոցներ։ Եվ խոսեցինք էթնիկ զտում տերմինից եւ համակեցությունը։ Հիշեցինք հիմա Արցախի հանրապետության բնակիչները, արցախցիները, Արցախ վերադառնալու ինչ իրավական հիմք ունեն, միջազգային իրավունքը ինչ է ասում, եւ ես հիշում եմ, որ մի գործ կար Շահումյանից տեղահանված Մինասյան, եթե ճիշտ եմ հիշում, այդ գործով կարծես թե հաստատվել էր, որ Շահումյանի շրջանից տեղահանություն է եղել եւ ինչ որ վճիռ կար։ Այդ որևէ կերպ իրենք հնարավոր է զուգակցել եւ ինչ որ հայտարարի գալ այս առումով։ Հետ վերադարձը իրավունք է եւ պետք է բոլոր միջոցները ձեռնարկվեն հետ վերադարձի ուղղությամբ, եթե կա անհնարինություն, նոր կարող ենք խոսել փոխհատուցումների մասին, ի սկզբանե չի կարելի բացառել հետ վերադարձը փոխհատուցումների խոստումով եւ իրավունքը հասկանալի է, որ արձանագրվում է նաև դատականատյանների կողմից, մենք արդեն իսկ ունենք այդ փորձը, ճիշտ վկայակոչեցիք Մինասյանի գործը, որտեղ հստակ է, որ առաջին պատերազմի ժամանակ բռնի տեղահանումը հանգեցրել է մի շարք իրավունքների խախտումների, անձնական ընտանեկան կյանք, սեփականության իրավունք, որը զուգակցվել է արդյունավետ պաշտպանության միջոցի իրավունքի բացակայությամբ, եւ դատարանը այս բոլոր իրավունքների խախտումները արձանագրել է, վերահաստատելով հետ վերադարձի իրավունքը։ Գործը գտնվում է վերահսկողության ներքո, այս վճռի կատարման ուղղությամբ քննարկումներ են ընթանում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում եւ դատարանը նաև իր վճռում մատնանշել է, որ Ադրբեջանը պետք է միջոց մեխանիզմ ներդնի, որպեսզի ապահովի Մինասյանի եւ նրա կարգավիճակում գտնվող այլ անձանց վերադարձը իրենց բնակավայր։ Վերադարձի իրավունքը ոչ միայն պաշտպանված է Եվրոպական կոնվենցիայով, այլ նաև ՄԱԿ-ի հովանու ներքո կնքված մարդու իրավունքների փաստաթղթերով, այդ թվում քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների դաշնագրով, այն ունիվերսալ ճանաչում ունեցող իրավունք է, այլ հարց է, որ իրավունք ունի կոլեկտիվ ասպեկտ, այսինքն հնարավոր չէ ապահովել միայն մեկ անձի վերադարձը, վերադարձը պետք է լինի ապահով, պետք է լինի արժանապատիվ, առանց անվտանգային խնդիրների, իսկ մենք այս միջավայրը չենք կարող ձևավորել, եթե չլինի քաղաքական կամք, եթե չլինեն քաղաքական պրոցեսներ, քանի դեռ քաղաքական պրոցեսները չեն հանգեցրել անվտանգային միջավայրի ապահովման, մեկ անձի վերադարձ ուղղակի հնարավոր չէ եւ այս իրավունքը պետք է կոլեկտիվ կերպով իրացվի, այստեղ է, որ մենք փակուղու առջև ենք կանգնում։ Ադրբեջանում որևէ կերպ չի մեղմվում
հակահայկական քաղաքականությունը, ատելությունը, հռետորաբանությունը, ինչն էլ ստեղծում է բռնությունների եւ այլ բնույթի, իրավունքների խախտումների ռիսկեր եւ խտրական հիմքով, էթնիկ պատկանելիության հիմքով եւ այս վիճակն է, որ հանգեցրել է անձանց բռնի տեղահանության, մենք չենք կարող տեղահանվածին վերադարձնել մի վայր, որտեղ կրկին ենթարկվելու է անվտանգային ռիսկերի եւ հիմնական խնդիրը պետք է լինի այդ միջավայրի փոփոխությունը, որը ենթադրում է իրական քաղաքական կամք։ Եվ ինչպես է գնահատում այսօր բանակցային գործընթացը, փաստացի պաշտոնական Երևանը քայլում է պաշտոնական Բաքվի հետ խաղաղության ճանապարհով, այն դեպքում, երբ որ Երևանում հակաադրբեջանական հռետորաբանությունը գրեթե հասել է մինիմումի, իսկ Ադրբեջանում խոսում են ինչպես Արևմտյան Ադրբեջանի մասին, 300,000 ադրբեջանցիների վերադարձի, այնպես էլ ատելության խոսքը ամեն դեպքում այնտեղ շատ բարձր մակարդակի վրա է։ Խաղաղությունը երկկողմ պրոցես է, այսինքն որքան էլ մի կողմը ցանկանա խաղաղության, այն հասանելի չէ, քանի դեռ փոխադարձ բնույթ չի կրել եւ մենք կարող ենք տարբեր ցուցանիշներ դուրս բերել չափելու համար խաղաղության հնարավորությունները Ադրբեջանում եւ դրանցից յուրաքանչյուրի կիրառությունը հերքելու է խաղաղության հնարավորությունը։ Ինձ համար խաղաղության նախադրյալ ընկալվում են նախ տառապանքների նկատմամբ մարդասիրական մոտեցումը, ցանկացած հասարակություն, որը կամ իշխանություն, որը գործում է տառապանք պատճառելու տրամաբանությամբ, չի կարող խաղաղ լինել։ Հայ գերիներին, պատաններին չվերադարձնելով, բռնի անհետացածների ճակատագրերը չպարզելով, անհետ կորածների մարմինների հայտնաբերման ուղղությամբ քայլեր չձեռնարկելով, մենք միայն խորացնում ենք տառապանքը, խորացնում ենք էթնիկ ատելությունը եւ դրանով իսկ բացառում ենք խաղաղությունը կամ համակեցությունը։ Մյուսը ադրբեջանական հասարակությունը յուրահատուկ է նաեւ այն առումով, որ հերոսի կերպարը ձևավորված է հայերի սպանելու կամ բռնաճնշման գաղափարի վրա։ Այն ինչը հանցագործությունն է մարդկային բանականության մեջ, դառնում է հերոսություն, եթե դա կատարվում է հայերի նկատմամբ եւ դրա վառ օրինակը Գուրգեն Մարգարյանի հանցագործին հերոսացնելն է։ Եթե հասարակությունը վերափոխվել է եւ պատրաստ է խաղաղության, ապա մենք պետք է տեսնենք Սաֆարովին առնվազն ճաղերի հետևում եւ պետք է այդ հասարակությունում տեսնենք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք համարձակորեն խոսում են, որ սպանությունները, այդ թվում հայերին սպանությունները դատապարտելի են եւ հայերը պետք է օգտվեն նույն իրավունքներից, ինչ այլ ազգությունները։ Հիմա եթե եւ խտրականության, քաղաքականության մեղման այլ դրական տեղաշարժեր պետք է տեսնենք եւ քանի որ խտրականության քաղաքականությունն էլ պետական մակարդակով իրացվող քաղաքականություն է, դա պետք է արտահայտվի ղեկավարների խոսույթում։ Հիմա եթե այս հարցերից որևէ մեկում մենք չունենք բարելավում, ունենք առնվազն իրավիճակի պահպանում, ել չեմ ասում խորացում, նշանակում է, որ իրադրությունը նույնական է, իսկ նույնական իրադրության պայմաններում մենք չենք կարող այլ ելք ակնկալել, քան պատերազմներ, ինչին ականատես են եղել 20 թվականին, 21, 22, 23 եւ չենք բացառում նաեւ ապագայի հեռանկարում։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Հիշեցնեմ, որ իմ հյուրը իրավապաշտպան Սիանուշ Սահակյանն էր, կհանդիպենք հաջողություն։